Արմավիր Գյումրի ճանապարհի 47-րդ կիլոմետրն է, հենց այս հատվածում ապրիլի 10-ին կեսօրին երկու մեքենա են բախվել BMW-ն ու Opel-ը։ Հետո BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել դաշտում։ Վեց զոհ կա, նրանցից երկուսը երեխաներ են։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ եւս 3 երեխա հոսպիտալացվել է։ Նրանց վիճակը ծանր ու ծայրահեղ ծանր է։ Ընդհանուր առմամբ վիրավոր է 5 մարդ։ Հիվանդանոցից զանգ ստացվեց, որ վիրավորների թիվը դարձել է 5, 6 զոհ, 5 վիրավոր։ Իմ տեղեկություններով վիրավորներից 3-ին ռեանիմոբիլներով տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ, վիրավորների մեջ կան երեխաներ, որոնք տեղափոխվել են Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց, այդպես էին նշում։ Տեղում էին մարզի քրեական ու քննչական վարչությունների պետերն ու բարեկային ծառայության գումարտակի հրամանատարը, նաև փրկարարծառայության Գյումրիի շրջփրկարարական ջոկատի փրկարարները։ Նախաձեռնված է քրեական բարույթ։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում, բազմաթիվ առավելություններ։ Ցավոք սրտի Բաքվում դեռ կան գերիներ պահվող անձինք եւ այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն։ Այս մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի արտգործնախարարը։ Մեր դիրքորոշումը այս հարցում մշտապես նույնն է։ Կարծում ենք, որ խաղաղությունը, որը հաստատված է հետագա ինստիտուցիոնալացման կարիք ունի ակնհայտորեն։ Մենք կարևորել ենք եւ մեր երախտիկն ենք հայտնել Էստոնիային Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար։ Ցավոք սրտի եւ հասկանալիորեն բոլոր հարցերը չեն որ լուծված են եւ ձեր նշածը իհարկե այդ հարցերից ամենազգայունն է թերևս մեր հասարակության համար։ Այո, ցավոք սրտի դեռ Բաքվում կան գերիներ, կան պահվող անձինք եւ կարծում ենք մեր դիրքորոշումը նույնն է, այսինքն օր առաջ այս մարդիկ պետք է ազատ արձակվեն եւ մենք վստահ ենք, որ նրանց ազատ արձակումը կգա միայն ամրապնդելու հաստատված խաղաղությունը։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը Ադրբեջանի հետ այս թեմայով, անշուշտ սա մեր օրակարգի ամենաառաջնային հարցերից մեկն է։ Մենք շարունակում ենք այս մասին խոսել նաև միջազգային գործընկերների հետ, այո, ինչպես նկատեցիք, Կարմիր խաչի գործունեության ավարտը Ադրբեջանում ել ավելի է բարդացրել իրավիճակը այս առումով։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը պատմական հսկայական քայլ առաջ է։ Այն իրական է եւ ընթացիկ։ Ժամանակ է պետք, շատ բարդ խնդիրներ են։ Խաղաղությունը նախապայման է հաջորդ բոլոր քայլերի համար։ Անշուշտ բարդ է, շատ բարդ գործընթաց է։ Հուսամ, որ այն կհասնի իր ավարտին եւ երկարաժամկետ եւ արդար խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում։ Թրամփի վարչակազմը վերահաստատել է իր հանձնառությունը թրիփ նախագծի իրականացման հարցում, որը նպատակ ունի զարգացնել տարածաշրջանային կապերը եւ խթանել խաղաղությունն ու տնտեսական աճը հարավային Կովկասում։ Նախաձեռնությունը նախատեսում է տրանսպորտային կապ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև, միաժամանակ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը եւ ապահովելով փոխադարձ տնտեսական օգուտներ։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի փոխանցմամբ Վաշինգտոնը ծրագրին աջակցելու համար արդեն ստանձնել է $145 միլիոն պարտավորություն ուղղված ենթակառուցվածքների, առևտրի եւ անվտանգային ոլորտների զարգացմանը։ Ապրիլի 10-ից 12-ը խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանում տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հայկական պատվիրակությունն Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությունն ընթանում է համաձայնեցված երկկողմ խաղաղության օրակարգի շրջանակներում, որն ընդունվել է 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների առաջնորդների եռակողմ գագաթնաժողովում։ Մերձավոր Արևելքում պատերազմը Իրանի դեմ կարծես թե ստվերում է թողել ամերիկյան նախատեսված ծրագրերի իրականացումը հարավային Կովկասում։ Մինչև Իրանի դեմ պատերազմը բուռն քննարկվում էր ու շատերի մոտ հավատ կար ու կա հատկապես իշխանական թևում, թե Ադրբեջանը Նախիջևանին Սյունիքով կապող թրիփ կամ թրիփի ուղի նախագիծը կյանքի կկոչվի։ Հայաստանի եւ Ամերիկայի միջև երկկողմ աշխատանքները թրիփի իրագործման ուղղությամբ շարունակվում են։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ հիմա դեռ փաստաթղթային փուլն է աշխատանքների եւ ըստ էության միջպետական պայմանագրի համաձայնեցման փուլում են գտնվում։
Իրանի դեմ պատերազմի ընթացքում եւ ընդհանրապես Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին քիչ են անդրադառնում այդ նախագծին։ Ալիևը կարծես թե պոչը քաշել է, զգուշավոր է դարձել, իսկ հայկական կողմը սպասողական վիճակում է։ Քաղաքագիտական եւ փորձագիտական համայնքն էլ հավատում է, որ այդ նախագիծն ավելի շուտ կյանքի չի կոչվի։ Պատերազմը եւ դրան ուղեկցող դիվանագիտությունն այժմ սպառնում են Թրիփին եւ Բաքվի ու Երևանի կողմից արձանագրված ամբողջ առաջընթացին։ Աշխարհը շունչը պահած սպասում է Ամերիկա-Իրանյան հնարավոր բանակցությունների արդյունքներին։ Միացյալ Նահանգների նահանջի դեպքում բանակցային գործընթացում Իրանի դերակատարությունն ավելի է մեծանում Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում։ Սա նշանակում է, որ Իրանը խոշորացույցի տակ է պահելու բոլոր նախագծերը, որոնք նախատեսվում են տարածաշրջանում եւ չի բխում իր շահերից։ Ամերիկյան սանիտարական կարդոն Իրանի շուրջ այս կոնֆիգուրացիա Թրիպը կյանքի չի կոչվելու։ Թրիպ նախագծի մասին երբ որ խոսում ենք, երևի արդեն կարելի ասել RIP Թրիպ։ Փորձագետներից շատերն էլ համարում են, որ ամերիկա-իրանական բանակցային գործընթացները շատ ավելի երկար կտվեն, նույնիսկ ամիսներ, ընդհանուր հայտարարի գալու համար։ Թեհրանը այնպիսի պահանջներ է առաջ քաշում, որ Վաշինգտոնը դժվար թե դրանց շուրջ միանգամից համաձայնության գա։ Սա նաև Միացյալ Նահանգների իմիջին հարվածելու հարց է։ Միացյալ Նահանգներում Թրամփի դեմ գործողություններն ավելի են մեծանում։ Դեմոկրատները համարում են, որ Թրամփի յուրաքանչյուր սխալ քայլ նահանգներին տանում է մութ աշխարհ։ Միջազգային մամուլը գրեթե ամեն օր գրում ու քննարկում է Թրամփին իմպիչմենտ հայտարարելու նախաձեռնությունների մասին։ Ճնշումը եւ ներսից կա եւ դրսից կա, որը նաեւ իդեպ կազդի է տարածաշրջանի վրա, նաեւ Հայաստանի վրա կազդի։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակն ի պատասխան Armenpress-ի հարցին հայտնել է, թե Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագիծն իրականություն դարձնելու հանձնառությանը։ Թրիփը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը, քանի որ այն ունի Հարավային Կովկասում եւ դրանից դուրս խաղաղությունն ու բարեկեցությունը խթանելու ներուժ։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը համագործակցում է Միացյալ Նահանգների եւ փոխադարձ համաձայնությամբ ընտրված երրորդ կողմերի հետ Թրիփ նախաձեռնության իրականացման ուղղությամբ։ Թրիփի եւ հարակից պայմանավորվածությունների մեկնարկին աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները ստանձնել է $145 միլիոն նախնական պարտավորություն, որը կբացի տարածաշրջանային կայունությունն ու տնտեսական աճը։ Իհարկե պայմանագիրը երկկողմ է լինելու եւ համաձայնություն եւ նախագիծը մեծ հաշվով ամբողջապես երկկողմ է, նկատեմ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները, բայց նաեւ շինարարության փուլում ենք գործընկերների կարիք ունենալու եւ ըստ էության ամենայն հավանականությամբ նաեւ այդ համակարգերի կառավարման փուլում։ Մի բան հստակ է, Իրանը հիմա աշխարհի անցուդարձն է հսկում եւ գումար ստանում Հորմուզի նեղուցից։ Թրիփը կյանքի կոչվելու դեպքում կողմերը պետք է հաշվի նստեն նաեւ Իրանի հետ, իսկ դա եւս Միացյալ Նահանգների իմիջը սասանում է։ Այն, որ դեռ Միացյալ Նահանգներում հավատում են, թե Իրանի քթի տակ իրենց ուզածով ծրագիր կարող են իրականացնել ամերիկացիները, փորձագիտական համայնքն այսպես է ասում։ Խնդիր չէ, Թրամփի վարչակազմի սովորությունն է այդպիսին։ Իրենք հեռացող են եւ նրանց ձեռնտու չէ խոսել նահանջողի պարտվողի դիրքերից։ Պակիստանում բանակցությունները չեն սկսվի, քանի դեռ Լիբանանի վրա հարձակումները չեն դադարեցվել։ Այս մասին 19-ին հայտնել է իրանական աղբյուրը։ Գործակալությունը հերքել է այն լուրերը, որ իրանական խումբը ժամանել է Պակիստան բանակցությունների համար։ Որոշ լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, թե իրանական բանակցային խումբը ժամանել է Իսլամաբադ ամերիկացիների հետ բանակցելու համար լիովին կեղծ է։ Աղբյուրը միևնույն ժամանակ ընդգծել է, որ քանի դեռ նահանգները չի կատարել Լիբանանում հրադադարի վերաբերյալ իր հանձնառությունը եւ սիոնիստական ռեժիմը շարունակում է իր հարձակումները, բանակցությունները մնում են կասեցված։ ՆԱՏՕ-ն պատրաստ կլինի դերակատարություն ունենալ Հորմուզի նեղուցում իրականացվելիք հնարավոր առաքելության մեջ, եթե կարողանա դա անել, հայտարարել է գլխավոր քարտուղար Ռյուտեն։ Եթե ՆԱՏՕ-ն կարող է օգնել, ապա ակնհայտորեն չօգնելու որևէ պատճառ չկա։ Վաշինգտոնում տեղի ունեցած ելույթի ժամանակ նշել է քարտուղարը։ Ավելի վաղ Ռյուտեն տեղեկացրել էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը ցանկանում է առաջիկա մի քանի օրերի ընթացքում կոնկրետ պարտավորություններ ստանձնել Հորմուզի նեղուցում անվտանգությունն ապահովելու համար։ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հորմուզի նեղուցի կառավարումը կբարձրացնի նոր մակարդակին, նշված է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի անունից արված հայտարարության մեջ։ Նա նշում է, որ Իրանը չնայած ավերածություններին, որոնք մնացել են թշնամու հարվածներից եւ ռմբակոծություններից, հաղթել է պատերազմում։
Քուվեյթը եւ Սաուդյան Արաբիան մեղադրել են Իրանին եւ նրա դաշնակիցներին իրենց տարածքներին հարվածներ հասցնելու մեջ, չնայած ժամանակավոր հրադադարին։ Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հարձակումները ուղղված են եղել Քուվեյթի որոշ կենսական նշանակության օբյեկտների, մինչդեռ Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ հարձակումների արդյունքում վնասվել են նաեւ թագավորության վառելիքաէներգետիկ համալիրի մի քանի օբյեկտներ։ Մասնավորապես հարձակումների են ենթարկվել արևելք-արևմուտք կենսական նշանակություն ունեցող խողովակաշարի պոմպակայանները, որի արդյունքում խողովակաշարով կորել է օրական մոտ 700,000 բարել հզորություն, որն այս ժամանակահատվածում համաշխարհային շուկաներ մատակարարման հիմնական ուղին է, ասված է հայտարարության մեջ։ Կենտրոնական բանկը հիշեցնում է 2026-ի ապրիլի 15-ից երկրորդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։ Նշված օրվանից հետո քաղաքացիները կարող են իրենց մոտ առկա հին թողարկման թղթադրամները անվճար, անժամկետ, առանց սահմանափակումների փոխանակել Հայաստանի տարածքում գործող առևտրային բանկերում եւ կենտրոնական բանկում, ասված է գլխավոր դրամատան հայտարարության մեջ։ Հայաստանի ջրամբարների ջրալցվածությունն այս պահին ավելի ցածր է, քան նախորդ տարի, պատճառը օդի ցածր ջերմաստիճանն է, որի պատճառով ձնհալը դանդաղում է, բայց մասնագետները նշում են, որ իրավիճակը մտահոգության տեղիք չի տալիս, տարին լինելու է ջրառատ, այս պահին լեռնային հատվածներում ձնածածկույթը 1 մետրից ավելի է եւ օդի ջերմաստիճանի առաջիկա բարձրացման արդյունքում սպասվում է ջրային հոսքերի ակտիվացում, դրա շնորհիվ տարվա ընթացքում ջրամբարներում ջրի մակարդակը կբարձրանա, գարնանային վարարումների հոսքի ծավալն էլ շուտով կհասնի նորմայի 130-ից 140%-ի սահմանին։ Սրա շնորհիվ Սևանի մակարդակը տարեվերջին ավելի բարձր կլինի, քան նախորդ տարի։ Ապրիլի 12-ից 13-ին տեղումները կլինեն զգալի, կուղեկցվեն ամպրոպներով եւ քամուշ գնացմամբ հանրապետության առանձին հատվածներում պոռթկումները կհասնի մինչեւ 24 մետր/վայրկյան արագությամբ։ Պայմանավորված քամու մեծ արագությունների հետ հանրապետության լեռնային մարզերում նաեւ սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հեղումների հստակ կանխատեսումները հնարավոր է իրականացնել 3-ից 4 օր առաջվա օրոքությամբ եւ հստակ կանխատեսվեն ջերմաշանի կտրուկ բարձրացումներ, հորդառատ տեղումներ եւ դիտված գետերի ջրի ջրայնություն։ Դեռևս վաղ է ասել, որ այդ հեղումներ կլինեն, բայց ջրի ելքերի զգալի բարձրացումներ այդ օրերին կունենանք։ Արմավիր քրեակատարողական հիմնարկում ծառայողները օպերատիվ տվյալների հիման վրա դատապարտյալի համար բերված հանձնուքում եփված մսի ոսկորների մեջ հայտնաբերել են 7 փաթեթ, ընդհանուր 8.3 գրամ քաշով, մարիխուանայի նմանվող բուսական զանգված, քաղաքացին ձերբակալվել է եւ նյութերի հետ ներկայացվել քննչական մարմին։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 300 եւ ավելի ընտրող ունեցող բոլոր տեղամասերից հեռարձակում է ապահովվելու։ Ընդհանուր առմամբ 1800 տեղամաս։ Նախորդ ընտրություններին ընդամենը 1500 տեղամասից էր հեռարձակումը իրականացվում։ Մենք միայն շատ փոքրաթիվ ընտրող ունեցող հեռավոր բնակավայրերից հեռարձակումը չենք ապահովի, որտեղ յուրաքանչյուր տեղամասի հեռարձակումը հարգելի գործընկերներ արժանալու մոտ 750,000 դրամ, որպեսզի հասկանալի լինի։ Որպեսզի կուսակցությունների կամ դաշինքների անդամները զերծ մնան տեխնիկական ու ուղղագրական սխալներից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոր համակարգ է առաջարկում։ Թեկնածուն պարզապես պետք է անձահաստատող փաստաթղթի տվյալը մուտքագրի, մյուս բոլոր անձնական տվյալները ավտոմատ կգեներացվեն։ Անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տվյալները, հաշվառման հասցեն, այսինքն ձեռագրով մուտքագրողները քաղաքական ուժեր իրենք ձեռքով պիտի մուտքագրեն աշխատանքի վայրը, պաշտոնը, նույն օրինակ կուսակցական լինել չլինելը ինքը էլի որոշակի ավտոմատ գործիք է ենթադրում, որը որ ուղղակի մուտքագրողները արագ իրենք ընտրում են։ Նույն սեռային բաշխվածությունը օրինակ։ Դիտորդների ԶԼՄ ներկայացուցիչների համար էլ հավատարմագրվելու համար այլևս ԿԸՀ գնալը պարտադիր չէ։ Գործընթացը դարձել է էլեկտրոնային։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, սա հեշտացնում է նրանց գործը բոլոր առումներով։ Իրենք իրենց հայտերը էլեկտրոնային e-request համակարգի միջոցով ներկայացնում են, գրանցումը տեղի ունենում էլեկտրոնային, իրենք արդեն իրենց լրագրողների տվյալները մուտքագրելով, իրենք արդեն համակարգի միջոցով իրենց օգտարաշով գեներացնում են վկայականները, վկայականները
տպագրում են, տալիս են լրագրողները դրանցով արդեն ներկայացնում են տեղամասեր, իհարկե դրա համար միշտ պահանջվում է, որպեսզի վկայականի հետ լրագրողները ունենան անձահաստատող փաստաթուղթ, որը որ կհավաստի ուղղակի որ նույն անձն է։ Իսկ ինչու է նվազել ընտրողների թիվը 2021-ի համեմատ ըստ ընտրացուցակների այս հունիսի 7-ին ընտրատեղամաս է գնալու 2.489.000 մարդ, նախկին 2.584.000-ի փոխարեն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նվազումը պայմանավորում է ընտրական օրենսգրքի փոփոխություններով։ 22 թվականից, երբ որ ուժի մեջ ա մտել ընտրական օրենսգրքի 21 թվականի փոփոխությունները, իսկ 21 թվականի փոփոխություններով, այսինքն այդ փոփոխությունները, որոնք ուժի մեջ մտան, ըստ էության ընտրական ցուցակում չեն ընդգրկվում 6 ամիս եւ ավել ընտրությունների նախորդող, այսինքն շրջան 6 ամիս եւ ավել վավեր փաստաթուղթ չունեցող անձանց տվյալներ, այսինքն իրանք մնում են բնակչության պետական ռեգիստրում, բայց ընտրական ցուցակում եթե 6 ամիս եւ ավել, այսինքն անձանց հաստատող փաստաթղթի վավերականությունը 6 ամսից ավել անցել է, ինքը ուղղակի ընտրական ցուցակում չի ընդգրկվում։ Ու եթե այդպիսի մարդիկ կան, իրենք ընտրությունների մասնակցելու համար պետք է շտապեն վերաթողարկել անձը հաստատող փաստաթուղթը։ Ապրիլի 10-ին խոշոր վթար է տեղի ունեցել Կոտայքում Դավ Բեռնատարը Երևան-Սևանի-Ջևան ճանապարհին, բախվել բաժանարար գոտում տեղադրված մի քանի երկաթե պատնեշներին։ Վարորդին, ում առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները, ինչպես նաև փրկարարծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատներից մեկի փրկարարները։ Ի դեպ երկաթե պատնեշները շպրտվել եւ վնասել են դեպի Երևան ընթացող BMW-ն եւ Ford-ը։ Այս պայն պարեկները պարզում են այդ ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը, բայց ինչպես տեսնում եք, հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները դեռ շարունակում են երկաթե արգելապատնեշները մասնատեն եւ տեղափոխեն անվտանգ վայր։ Ապրիլի 10-ին Թբիլիսյան խճուղուց դեպի Աճարյան փողոց տանող հատվածում BMW-ն բախվել է բետոնե եզրաքարերին, անցել դրանց վրայով, հայտնվել գազոնում, բախվելով հաստաբուն ծառին։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Մեքենայի մի քանի հատվածներ հայտնվել են տարբեր տեղերում, վարել է աղջիկ, ով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը։ Հավաքվածներն էլ պատմել են, որ աղջիկը անչափահաս է եղել։ Այն, որ ավտոմեքենան բավականին դժոխային արագություն է բացած եղել, դա ակնհայտ է, մի քիչ ներքև ավտոմեքենայի դետալներն են անիվը, անվահեծանը, մի խոսքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։ Նույն օրը արտակարգ դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում Էրեբունի վարչական շրջանի Խաղաղդոնի 2 կոտորակ 1 հասցեում կրակուց ուխ է նկատվել։ 10-ից ավելի հնդիկ է տարհանվել, հետո օպերատիվորեն ժամանած Երևանի շրջփրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ պայքարել է կրակի դարացման դեմ, մարել հրդեհը։ Ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, Գազպրոմ Արմենիա, Տրանսգազ Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները։ Տեղում պարզվել է, որ տարածքը ճիշտ է գազաֆիկացված է, սակայն գազի արտահոսք տեղի չի ունեցել։ Հրդեհը գազի հետ ոչ մի առնչություն չունի։ Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը եղել է տեղում, սակայն նրանց օգնության կարիքը չի զգացվել։ Էլեկտրոցանց ահազանգել են, գնացել են։ Երբ։ Վերը։ Հա, ինչ են ասել։ Հարգել են իրանց էլեկտրիկների մոտ, էլեկտրիկները մեկը մեկի վրա է գցում, ու տես փողեց։ Իսկ գնացել եք ինչ հարցով եք գնացել։ Ասել եմ արեք բաժարը։ Վտանգ կա էլի։ Ապրիլի 9-ին Երևան երաշճանապարհի Զոդի կամրջից դեպի Արարատ բանավան թաղամաս տանող ճանապարհին բախվել են 36-ամյա Արմենի Մերսեդեսն ու 34-ամյա Տարոնի ՎԱԶ 2107-ը։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Մայրաքաղաքում ապրիլի 9-ին առեղծվածային սպանություն է տեղի ունեցել Ֆրունզեի փողոցի 8-րդ շենքի 5-րդ հարկի բնակարանում կնոջ դի է հայտնաբերվել, իսկ տունն ամբողջությամբ տակն ու վրա արված էր, կային նաև արնանման հետքեր։ Դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները, վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ ժամանել են նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի
օպերատիվ խումբը բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում էր ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը, հավաքված քաղաքացիների տվյալներով էլ սպանված կինը միայնակ էր ապրում։ Հարազատները Միացյալ Նահանգներում են։ Հեռախոսազանգերին ժամը 13-ից հետո չի պատասխանել։ Ազգականը եկել է ու հայտնաբերել նրան մահացած։ Նախնական տեղեկությունների տեղի է ունեցել ավազակային հարձակում, որը այնուհետև ավարտվել է սպանությամբ։ Քրեական եւ համայնքային ոստիկանները պարզել են նաեւ այն ազգականի ինքնությունը, տվյալները, ով առաջինը մտել է տուն եւ կնոջը հայտնաբերել է մահացած եւ տունը հայտնաբերել է ամբողջությամբ սենյակները տակնու վրա արված։ Շենգավիթի քնչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել, հանգամանքները պարզվում են։